Խերքս հացի հետ չեմ կերել, որ Մելսի մոծը իսկ սպանում։ Հենց այդ է հարցը։ Ինչի համար է Մելսի համար այդ ամեն ինչը այդքան կարևոր։ Լսի, ես ամենալավ մարդը չեմ ես դասարանում, ես էլ գիտեմ։ Բայց ուրիշը այդ ժամադրելու ու չգնալը, ուրիշը քո ասածով անելը։ Դավո Մելսը չի իմանա։ Ես Մելսի անունից հիմա չեմ խոսում, ես իմ անունից եմ խոսում։ Ասենք ուրիշը անկապ կատակները անել է, ու ուրիշը ասենք քո ուզածով անել է, քո առաջարկով։ Այդ մի անգամից հիշեցիր, հա, որ վատ բան է։ Բա որ անանուն նամակներ ես գրում, չես մտածում, որ վատ արարքա։ Էդ էլ հո իմ ասելով չես արել։ Հա, առանց քո ասելու եմ արել, բայց ուրիշ նպատակով։ Եվ ինչ նպատակով էր։ Ես պետք է մի օր ասեմ, որ դա ես եմ, բայց այն ժամանակ, երբ որ ինքը արդեն կվստահի նրան, ու մոտ որ գրվում է։ Հետո արդեն երբ որ վստահությունը շահել, ինքնին դասերի հարցում կօգնի։ Այդքան բան։ Ու քո կարծիքով այդ քիչ է Դավո։ Համեմատած քո ուզածի հա շակ է, իմ ասածը լրիվ ստից բան է։ Ու հետո քեզ ինչ ա տալու են, որ ես գնամ ժամադրության Մելսի տեղը։ Որ գնամ իրան նեղացնեմ, լացացնեմ, այդ վարշը քեզ ինչ ա տալու։ Ես ուզում եմ իրան տենց տեսնեմ։ Ու հետո ինքը կսկսի խուսափել քեզնից էլ Մելսից էլ։ Ու ամենակարևորը գիտես որն է, որ ինքը կուզենա դպրոցը փոխի, որովհետև արդեն խայտարակ է լինելու։ Այդ ժամանակ ես է պետք է դպրոցս փոխեմ։ Չէ, вообще քաղաքը, առայդ երկրից պետք է թռնեմ, Մելսը իմանա կսպանի ինձ։ Լավ, ես ուրիշ բան եմ առաջարկում, որ մարդիկ չմտածեն, որ դու կապ ունես։ Ու ինչ։ Լսի, այդ համարը ոչ միտեղ գրանցած չի, չէ՞։ Չեն կարա տեսնեն ում անունով է։ Չէ, փակած է սա։ Ուրեմն դու իրան կկանչես ժամադրության։ Ինքը կմտածի, որ Մելսն է, ու կգնա կտեսնի, որ անծանոթ ինչ-որ մեկն է։ Հետո մենք այդ ամեն ինչը կնկարենք։ Այդ մարդը իրան ձեռք կառնի, կծաղրի։ Մենք այդ ամեն ինչը կնկարենք ու կտարածենք դասարանում։ Կուղարկենք դասարանի չաթ ու կասենք, որ շատ պատահական ենք տեսել ու նկարել ենք։ Այդ ժամանակ ինքը հաստատ դպրոցը կփոխի, որովհետև խայտարակ կլինի։ Լավ ուրիշ ախմախ բան չէր կարող մտածեիր։ Դավո չես ուզում, չէ՞ Մելսի իմանա, որ դու անանուն նամակներ ես գրում Բելային։ Ուրեմն կանես նենց ոնց ասում եմ։ Լավ, այդ տղուն ոնց են գտնելու, կամ ոնց ենք ասել, որ գնա ժամադրության։ Էդ էլ ես դու գտնելու։ Դու հաստատ քո շրջապատում կունենաս նենց մարդ, ով կհամաձայնվի այդ ամեն ինչը անել։ Կամ չգիտեմ, փող առաջարկի, մի բան արա Դավո։ Լսես թվում է դու կինո ես լիքն ու մնացել ես դրանց տակ։ Դավո, ես քեզ խոստանում եմ, որ ոչ մեկ չի իմանա, որ դու կապ ունես այդ ամեն ինչի մեջ։ Դավ, խնդրում եմ։ Մոռացել ես Սևակի ծնունդին մեզ ոնց է խայտարակ արել։ Մոռացել ես, հա։ Հա, բայց ինքը գիտեր չէ, որ իմ դանակնով ոչ մեկի չէ լսել։ Որովհետև Մելսն է իրան ասել, որ ոչ մեկի չասի։ Թե չէ հաստատ կասեր։ Մեղքը շոք է։ Իսկ ես մեղք չեմ։ Լավ։ Ապրես Դավիթ ջան, շատ լավ ընկեր ես։ Լավ։ Կանենք ոնց պետք է։ Կներեք ուշացման համար կարելի է։ Էլ չկրկնվի։ Ես հասկանում եմ, որ սա առաջի դասաժամն է, բայց հոկերակը չենք ընկել։ Մինչև հավաքվում եք, դասաժամի կեսն անցնում է։ Նստեք։ Դե Մելսն ու Բելան հեսա կգան, ընկեր տոնոյանի մոտ են, դե երեկվա դեպքերից հետո էլի։ Ինչ դեպք։ Ոչ մի դեպք էլ չի եղել։ Վիկա ջան, կլինի չբարթացնենք։ Հա էլի, շտապ պետք է եղել դուրս են եկել, չեն հասցրել զուշացնեն։ Վայ մի հատ հանգստացեք, ուղղակի տեղյակ են բաղում։ Իրանք կգան կպատմեն, եթե պետք լինի։ Ուզում եք ավարտեք, տեղյակ պահեք, սկսենք դասը։ Ուրեմն դու, 3, վիճել ես անվտանգության աշխատակցի հետ, կռիվ սարքել, փորձել ես նրան հրել և հետո դուք հեռացել եք։ Բելա։ Չէ, Մելսը մեղավոր չի, ճիշտ ասած, Մելսը բացարձակ մեղավոր չի։ Բելան կապ չունի, ինքը չէր ուզում գա, ես ասեցի որ գա։ Չէ, ես ասացի, գնացի ասացի։ Ես որ տեսա։ Ես ինքս խնդրեցի, որովհետև Կարաս մի վարքյան սուս մնաս։ Ես հիմա ամեն ինչ կբացատրեմ, կպատմեմ, մեկ րոպե։ Մի րոպե սուս մնա, բացատրեմ, հա։ Տեսեք, ես ուղղակի պահակին տեսա, ասեցի խնդրում եմ հարկել։ Դու պահակին բան չես ասել։ Վայ, մոռացար, ոնց
Ոնց չեմ ասել։ Վայ! Մի հատ լռեք։ Իբր բան եք բացատրում։ Ես չեմ հասկանում ինչ եք խոսում։ Մելս, քո առաջադիմությունը լավացել է, վարկդ էլ։ Բայց ես մեծ հույսեր ունեմ, որ մեր պայմանի ավարտը մինչև ամեն ինչ կմնա ուժի մեջ։ Տենց էլ կա։ Դու երեք, քիչ է մնացել պահակին ծեծես։ Ծիծաղելի է, հա? Չէ, բացարձակ ծիծաղելի չէ ճիշտ ասած։ Բելա, դու ինչ գործ ունես իրա հետ։ Ինչ ես ընկել սրա ջրերը։ Լավ էլ ինքեր տոնոյա։ Լսիր, դու այլ ընկեր չունես, հիմա էլ կպել ես այս աղջկան։ Գիտեք, ես պետք է տուն մի խոսքով ես պետք է տուն գնայի, ես ինքս խնդրեցի, որ Դու ինչ գործ ունես։ ոնց ես ինչ գործ ունեմ, ես գործ ունեմ, ես ինչի ասել որ Մի հատ լռեք։ Նյարդերս չեն հերիքում արդեն։ Ես խոսելու ձևից որ բան եմ բացատրում։ Մեր զգուշացնում եմ քեզ վերջին անգամ։ Այլևս առանց զգուշացնելու երբեք դուրս չգաս դպրոցից։ Բելա դու էլ։ հասկացա։ Մյուս անգամ մի անգամից զանգելու եմ տատիկիդ։ Հասկացա։ Իսկ հիմա հեռացեք։ Նյարդերս իսկապես չեն հերիքում։ Ես եմ մեղավոր, չէ ես եմ մեղավոր, իբր բան եմ բացատրում, իրար եմ պաշտպանում։ Ես չեմ պաշտպանում Բելային։ Ես էլ չեմ պաշտպանում ճիշտ ասած։ Գնացեք դասարան, արագ։ Մարդ չհասկանում ինչ են խոսում։ Ես եմ մեղավոր, չէ ես եմ մեղավոր։ Գնացեք, ես էլ վիճակի չեմ լսել։ Լավ ես։ Մտածում էի նկատողություն կտա։ Չէ դե, քեզ նկատողություն չէր անի։ Չէի թողնի։ Չէ, ես քո համար եմ ասում։ Հա դե, բախտս բերեց։ Ուզում ես դու գնա, ես մի քիչ ավելի ուշ կգամ։ Ինչի։ Դե որ Շաքեն չտեսնի, մտածի միասին ինչ որ տեղ էինք գնացել։ Բելա ես թաքցնելու բան չունեմ։ Դու առավել եւս թաքցնելու բան չունես։ Արի։ Այսքանն է։ Եթե նախորդ թեման լավ եք յուրացրել, սա ավելի հեշտ է։ Կարելի է։ Նստեք։ Բացեք տետրերը։ Գիտես, ամբողջ գիշեր չեմ քնել։ Ինչի։ Դե ամբողջ գիշեր դասընկերներիս հետ էի խոսում Ամերիկայից, վիդեոքալ էինք մտել։ Բայց չգիտեմ, որ մեր մոտ գիշեր է։ Դե չէ, գիտեմ, որ գիշեր է, ուղղակի որ դրան նայենք, կապը կկորի։ Իսկ ես չեմ ուզում։ Կարծա։ Լավն է։ Հա, Սիլվին, Սոնան, Մոնան ու Արտակը շատ լավն են։ Արտակը։ Կարծա։ Կարեն ուղղակի ընկերներ ենք։ Հա, կարծա։ Ոնց որ դու ուժ ասու։ Հասկանում եմ։ Ձեզ մի օր անպայման օնլայն կծանոթացնեմ։ Բելա, դե լավ էլի։ Մայր ախր անկեղծ, ազնիվ խոսք, ես չեմ կարող երգել, ինձ մոտ չի ստացվում։ Շատ լավ ես երգում, ես լսել եմ։ Էդ հենց այնա ինչ մեզ պետք է։ Ինչ ա եղել։ Մի բան ասա։ Ինչ ա եղել մայր։ Բելան հրաժարվում է երգի խմբակինգը։ Խի։ Որտեղ չեմ կարողանում երգել։ Շատ լավ ես երգում։
Դե որ ասում չէ, ուրեմն չէ էլի։ Հա, բայց ուրիշ մարդ չունենք։ Լուրջն ես լավ ես երգում դու։ Մի խափի։ Հա զորով չի։ Որ լսես ոնց է երգում, կհասկանաս, որ պետք է զորով համոզենք։ Մի րոպե, Բելա, խի չես ուզում երգես։ Դե չեմ կարող վերջ։ Որովհետև մերս նախ ըմբակում։ Կհանենք իրան, կասենք չի գա։ Համելինք ադմինիստրատիվ հարցերով է զբաղվում, չէ՞։ Հատ կբացատրեք ինչ է կատարվում։ Դե Կարնայի, երաժշտական խմբակը իրանից չի ներկայացնում, որ բոլորը պետք է նվագեն կամ երգեն։ Օրինակ մեկին զբաղվում է պրոդյուսերական հարցերով, ես զբաղվում եմ PR-ով, մերսը պետք է զբաղվի ադմինիստրացիոն հարցերով։ Օրինակ բեմ գտնի, մարդկանց հետ խոսա, հարցեր լուծի։ Բերանը պետք է լիներ վոկալիստը, այդ ամենակարևորն է մեկը մնում։ Էլ չունենք վոկալիստ, նոր մարդ կտեք։ Բայց յանի դու ես այդ հարցերով զբաղվում։ Այդ պրոդյուսերի խնդիրը չի։ Չէ։ Ես կխոսամ Մելսի հետ։ Իր ներկայությունը պարտադիր չի։ Չէ, ինքը պետքա գա, ինքը պետքա ինչ-որ խմբակում լինի։ Ինչի համար։ Տոնոյանն է ասել։ Բելա, մի փորձ, ընդամենը մի անգամ։ Երեխեք, ես գիտեմ ինչ կարանք անենք։ Դու նվագում ես, չէ՞ կար։ Հա ինչ։ Մհեր, մեզ կակրած երկրորդ գիտարահար էր, չէ՞ պետք։ Ճիշտ է։ Ոնց էի մոռացել Կարեն։ Բայց այդ Բելայի հետ կապ չունի։ Բելան իրան ավելի հանգիստ կզգա Կարենի հետ։ Չգիտեմ երեխեք։ Մի րոպե։ Բայց ով ասաց, որ ես համաձայն եմ։ Կարեն, խնդրում եմ էլի։ Բայց Սյուզի ճիշտ ես։ Եթե Կարենը գա, Բելա դու էլ կգաս, չէ՞։ Լավ։ Եթե դրանից է կախված կգամ, ու եթե Բելան համաձայն է։ Բայց մի փորձ, ու եթե չի ստացվում, չեք համոզում։ Լավ, չենք համոզում, մենակ վաղը արի։ Լավ։ Ապրես։ Բելան լուրջ տես լավ է երգում։ Մենակ մհերն է լսել։ Հա, երեխեք, շատ լավ է երգում։ Տենց մաման ասաց, որ իմ գնալը այդքան էլ պարտադիր չի ու ես չգնացի։ Բայց քուրիկս մի քիչ նեղվել էր։ Ինչի ուզում էր որ հետները գնայիր։ Չէ, ինքն էլ չէր ուզում գնար։ Լսի, ինձ թվում էր հեսա կհարցնես թե երեք ուր էի գնացել, ինչի էր այսօր Տոմոյանը ինձ ու Բելային կանչել իր սենյակը։ Եթե ուզում ես, պատմի։ Ինչի քեզ չի հետաքրքրում։ Մենք պայմանավորվել ենք, որ էլ այդ թեմայով չենք խոսելու։ Ես էլ չեմ ուզում անիմաստ հարցեր տամ։ Ես շատ ուրախ եմ դրա համար։ Էյա, շանգացի։ Ափսոս։ Լավ ինչս լրվե դա ասանը, մարիկ նոք մաքրոթի։ Գիտեմ ես քո այդ մաքրոթը դա։ Հետո այդ մաքրոթի հոտը տատս շորիցս զգումա հարցեր է տալիս։ Հա, լավ բիշապատա չես ծխում սարքելուս հայց պատմություն։ Դա դու էլ մի ծխի։ Թունավորում եք ձեզ։ Ճիշտ է ասում Շաքյան։ Քո ազդեցության գոտը մենակ էստեղ են, իմ հետ գավառ չունեք։ Գալիս ես։ Բարի լույս։ Բարի լույս։ Սամջան բարև։ Բարև ախպեր ես։ Ինձ մի հատ օլետ ուր էլի։ Մնացել է, չէ՞։ Հա, մնացել է, հատուկ քո համար մի հատ բայել։ Ֆորմինին էլ ինեսան շատ է սիրում, իր համար վերցրու։ Ապրես շատ։ Ինձն հինձևեր ուր էլի։ Էրա ախպեր ես։ Երեք զանգեցի չպատասխանեցիր։
Հա, շուտ էի բարկել։ Հիմա կասես ինչ ա եղել։ Բաբայի հետ ենք վիճել, բայց արդեն անցած թեմա է։ Հաստատ։ Կներես, հա, ուղղակի երեք մի քիչ խառն էի մտքերով, որ Ես սա հասկանում եմ ինձ։ մնում է Բելայի հետ էլ խոսեմ, իմանամ ինչ ա եղել։ Տեսնես կպատմի։ Դե լավ, ոչ էլ հարցրու։ Բայց մենք ընկերուհիներ ենք, պետք է իրար մասին ամեն ինչ իմանանք։ Դե լավ, դա ինչ պատմություն է, որ մի հատ էլ իմանաս կամ չիմանաս։ Նենց ես ասում, ոնց որ դու գիտես ինչ պատմություն ա։ Չէ, որտեղից իմանամ։ Ուղղակի իմաստ չկա հարցը փորձ անելու։ Ուղղակի չեմ ուզում մտածի, որ անտարբեր եմ։ Ասիա Կիրիլովնա։ Հիմա էլ Կիրիլովնա, ընկերառաքել։ Դե Կարպովնան դուրը չէր գալիս, ասացի փոխեմ։ Ինձ իմ իրական հայրանունն է դուր գալիս, ընկերառաքել։ Իսկ այս բարդը։ Ինչ, էլի ուզում եք պոկել թերթիկները, որովհետև ինձ ուրիշը ծաղիկ է նվիրել։ Ուրիշով։ Դե, այն նույն մարդը, ով էլի էր ինձ ծաղկեփունջ ուղարկել։ Իա։ Դե, ինչպես հասկանում եք, ինձ կամարդ, ով ծաղիկներ է ուղարկում, դա ինչ-որ բան նշանակում է, չէ՞։ Իհարկե նշանակում է։ Այս ծաղիկը ես եմ առավոտ բերել։ Ինչի համար։ Ես շատ իմանամ ինչի։ Դու ասացիր, որ սիրում ես։ Ես նման բան չեմ ասել։ Ասիա Գավրիլովնա, ախր ես։ Դուրս գնացեք։ Այդ ես չէ։ Հենց հիմա դուրս գնացեք իմ աշխատասենյակից։ Լավ։ Ասա։ Ասա։ Կրկին հակածաղկային օր, ա։ Ուշադրություն մի դարձրեք։ Շալունցը տակտիկան փոխել, ա։ Ընկեր Տոնոյան, ես դուրս կգամ աշխատանքից, լուրջ եմ ասում։ Լավ, Ասիա, մի բարդացրու։ Ծաղիկը ինչ մեղավոր է։ Լարային եւ Ստեփանյանին կանչիր ինձ մոտ։ Հաջորդ դասին ամփոփիչ թեստ ենք ունենալու, դրա համար հիմա կանցնենք բոլոր թեմաներով։ Խնդրում եմ տետրերը բացեք։ Չես բերել։ Դրել եմ դոնցում։ Ինչ ա պատահել, Մելս։ Տետրս եմ մոռացել։ Ոչինչ, մի թուղթ հանիր։ Խնդրում եմ կենտրոնացեք ու ուշադիր եղեք, այսքան աշխատել ենք միասին, չեմ ուզում առաջիկա թեստը ձախողենք։ Ամեն անգամ հիանում եմ, որ կարողանում ես այսպես գույները զգալ։ Ինչի դու չես զգում։ Դե ամեն դեպքում ես չեմ կարող նկարել։ Չկա քո նման IQ ունեցող մարդ, որ չկարողանա այդ անել։ Որթու այդ ուրիշ տաղանդ է։ Հա, Կարենի հետ համաձայն եմ։ Բել, ես քեզ կարամ սովորացնեմ։ Ոնց ասեմ, գույները ես այս աշխարհում ամեն ինչը գույներով եմ տեսնում։ Իմ համար ամեն ինչ իր անհատական գույներով է։ Մարդկանց էլ, օրինակ ես ինչ գույն եմ։ Քեզ
բեժի ու սպիտակի համադրությամբ եմ տեսնում։ Հետաքրքիր է։ Իսկ Կարենը։ Կարենը կարմիր, վառ ու համարձակ։ Вообще իմ մասին չի։ Դե ես քեզ տենց եմ տեսնում։ Ինքը արտիստ է։ Ինքը տենց է պատկերացնում։ Լավ, բա Բելան ինչ գույն է։ Բելային բաց կապույտ, վրան դեղին վառ գույներ, այսինքն արևի պես։ Իսկ սևակը։ Բրթո տենց հարց են տալի։ Հա լավ, ես ինչ ասեցի, որ։ Ես ով է Դավիթի պատվիրել։ Ես, բայց ես առաքիչ էի սպասում։ Հա, դուրսը տեսա վերցրեցի։ Այս բոնուսի մասին հիշում եք, չէ՞։ Դե ես էլ ամենախելացին ինչպես միշտ։ Բելային էլի։ Նանադի։ Բա ինչ էիք խոսում, հենց եկա լրեցիք։ Ինչ բան չէ։ Խափում է։ Ժասմինը մտածում է, որ ամեն մեկս մեր գույնը ունենք։ Լուրջ, բա ես ինչ գույն ունեմ օրինակ։ Եկեք սուշին ուտենք, էլի սոված չեք։ Անշնորհքի պես մենակ կերար։ Դե լավ, Կարենին կարելի է հասկանալ, ինքը Դավինչի շատ է սիրում։ Հիմա չես զում ասես ինձ ինչ գույն ես տեսում։ Չէ, ես չեմ կարող այդ գույնը նկարագրեմ։ Կարող է գնանք։ Գոնե մի 10 րոպե հետո, սենց շատ ակնհայտ է։ Ճիշտ ասում։ Բելա ջան, կողմնորոշվի իմ հետ ես համաձայն ես սրա։ Լավ չհասկացա ուր է։ Ինչ ասեմ արյալի։ Ֆիզիկայի ստետրը։ Հիշում եմ, որ առավոտը դրի սումքիս մեջ։ Լավ դե դու էլ ուրիշ թեթր վերցրու, այդքան դժվար է։ Ես կնվիրեմ։ Չէ, ուղղակի տարօրինակ է։ Ուր պետք է կորեր։ Կարող է դրել եմ միջանցքի դարակը։ Ալո։ Շոքե։ Մերսի հետամա։ Խոսացել եմ հետողից զանգիս է սպասում։ Շոքե հաստատ։ Միտքդ չես փոխելու։ Նո, շոքե մի կուրը։ Նո։ Երեխեք դե մի քիչ էլ մնայիք էլի։ Չէ, գնանք ուշ արդեն։ Երեխեքը տանը մենակ են։ Ախմախ հումոր չի էլի։ Ինչ եղավ։ Բելա։ Բելա ինչ ա գրած, ով է։ Ինչ ա եղել Բելա։ Էլիան համարն է։ Կարելի է։ Իմ իրը քո մոտ է։ Արի ձեր տան կողքի այգին մի ժամից։
Բեր հետդ։ Ինչ իր։ Բելա հանդիպել ես հետը։ Ինչ որ բան ա տվել։ Երեխեք ինչ է կատարում։ Չէ, երեխեք իհարկե չեմ հանդիպել։ Երեխեք, այս շատ մեծ գաղտնիք է, պետքա մեր մեջ մնա։ Չես վստահում ես։ Անհանգստանում ենք, ասա։ Լավ, ինքը նենց բաներ էր գրում, որ ես կոնկրետ մեկի վրա էի կասկածում, բայց հետո մտածում էի, որ զուգատիպում է։ Հետո։ Հետո այս նամակից ամեն ինչ պարզ է դառնում, որ հենց ինքն է։ Ով ասա գնամ ես դրան տենամ։ Կարեն հանգստացիլ է։ Բելա ով է։ Մելսը։ Դե ես այսօր գնացի տուն ու պայուսակից հանում էի իրերս ու տեսա, որ Մելսի ֆիզիկայի տետրը մնացել է իմ մոտ։ Դե երևի դասարանում սեղանի վրայից իրերը հավաքելու ժամանակ միամիտ վերցրել եմ։ Ու այդպես իր ֆիզիկայի տետրը ինձ մոտ է հիմա։ Մելսը, բայց խիա քեզ անծանոթ համարից գրում։ Չգիտեմ։ Բայց որ այդպես է, ես կգնամ տետրը կտանեմ իրան ու ինչ պետքա կասեմ։ Ամեն ինչ կասեմ։ Ես էլ եմ գալիս։ Ես էլ։ Բնականաբար ես էլ։ Չէ, երեխեք, ես մենակ պետքա գնամ։ Ինչի։ Որովհետև ես իրան շատ բան ունեմ ասելու, ամեն ինչ պետքա ասեմ ես իրան։ Կգնամ տետրը կվերցնեմ ու կգնամ իրա մոտ։ Դե գրի ասա վաղը դպրոցում կտաս։ Հա, վաղը դպրոցում կտենաս, ինչ մտածում ես կասես։ Երեխեք, խոստացեք, որ այս ոչ ոք չի իմանալու։ Ես եկուց Մելսի հետ կխոսամ։ Շատ է չափերը անցնում։ Շատ հեշտ ժամին հաստատ չի գա։ Վայ կգա ես վստահ եմ։ Գոնե պատմի հասկանամ ինչ է կատարվում։ Ուղղակի իմացի, որ Բելան ժամադրված է այդքան բան։ Ասա Շաքե։ Ասածը տղեն չկա։ Հա մի 10 շաբեք ուշանա, բայց գալու է։ Բելան որ եկավ տեսավ մարդ չկա, կգնա։ Հերիքը դե զանգես Մելսի տանն եմ, հետո կխոսենք։ Լավ։ Կարողա չպետքա թողնեինք գնար։ Ախր ստենց դեպքերում չգիտես ինչ անես։ Այդ Մելսի չի։ Այսինքն ինչ գիտես։ Ժաս, ասենք թե Մելսը անանուն նամակներ է գրում Բելային։ Նշանակում է չի ուզում հասկացվի, թե հետ ով է։ Հա, տետր պետքա ուզի։ Բայց ինչի իր իսկական համարով չի գրում։ Ու ընդհանրապես, այդտեղ գրած չէր տետր, այդտեղ գրած էր իր։ Հա, էլի, իր էր գրած։ Ինչ որ մեկը Բելային ուզում է հասկացնի, որ այդ Մելսն է, ու կարա Մելսն էլ դրա մասին չիմանա։ Կարծում ես։ Զանգի Բելային, ասա չգնա այգի։
Բախում ես արդեն։ Ես ինչ հարցեր է։ Քնելուց առաջ գրեմ բարի գիշեր կյանքս։ Էդ էլ ինձ ես ասում է շկատակներ եմ անում։ Հենց էլ գիտեի։ Ինչ որ ես իմ տունն, հա։ Չէ, որ տանն ես։ Հետդ խոսալու բան կա։ Առանձին։ Դասարանը լավն է, ուղղակի ոնց որ հումանիտար առարկաներ չսիրեն։ Գահեն այնպես է անում, որ իրեն սիրեն։ Առարկան իհարկե։ Բայց ինչ կան իրանք իրար հետ ունենան խոսալու։ Բելան ամեն ինչ չի որ մեզ պատմում է, մենք ամեն ինչ չի որ գիտենք։ Դե դրա համար էլ անհանգստանում եմ, էլի։ Ես շտապում եմ։ Ես կարող եմ ձեզ ուղեկցել։ Ես չեմ շտապում, ձեր տրամադրության տակ եմ, միայն թե հասցեն ասել։ Բելան քեզ է սիրալված ու Բելան ինչ չի սիրահարված։ Էդ հիշի, ու էլ կյանքում, էլ ոչ մի անգամ այդ արտահայտությունը չանես։ Եղավ։ Ում է սիրալված որ։ Don't you run away. Don't run away from me. Fill my empty night. Revitalize my heart. Don't you run away. Don't run away today.